Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան պատրաստվում էր ինքնասպան լինել, բայց վերջին րոպեին մտավ մայրը։ Նրանք շատ հուզիչ ու անկեղծ խոսակցություն ունեցան, ինչպիսին երբեք չէին ունեցել, ու թվում էր, թե Ռեբեկան հանդարտվեց և վտանգը անցյալում է, բայց պարզվում է, այդքան էլ չէ։ Ռեբեկան առավոտյան դուրս է գալիս տանից ու Սարային նամակ գրում, վստահ լինելով, որ երբ Սարան կարդա այդ նամակը, ինքը այլևս ողջ չի լինի։ Իսկ քանի դեռ Ռեբեկան փորձում է Վահեի անունը մաքրել, Արմանին բանտից փրկել, բացահայտելով իսկական գողի անունը, հիմա էլ Էլլան է խելքը թռցրել ու դարձել Ռեբեկա 2։ Հիմա էլ նա է ընկած Գարիկի ազդեցության տակ և սխալ է սկսել վերլուծել իրավիճակը։ Եթե դեռ Ռեբեկան էր Սարային համարում թշնամի, նրա դեմ քայլեր էր անում, աշխարհի բոլոր մեղքերում մեղադրում, ապա հիմա նույն դերում Էլլան է։ Նա սկզբում վերահսկում է Սարայի հեռախոսազանգերը, կասկածում նրա անկեղծությանը, մտածում է, որ Սարան ինչ-որ բան է թաքցնում իրենից, իսկ հետո Գարիկը լրիվ ուտում է նրա ուղեղը, ասելով, որ Սարան հաստատ գիտի գողի տեղը ու երբեք չի մատնի նրան։ Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Սարան գնաց ու ասաց, որ գողն է ծեծել Սարգսին, բայց Գարիկին հաջողվում էր շեղել մի մարդու, ով թվում էր, թե Սարոյան ընտանիքից ամենաադեկվատն է, իսկ հիմա պարզվում է բոլորն էլ նույնն են։ Հիշենք նույն Սարային, ով սերիալի սկզբում դարձել էր Դիանայի մտերիմ ընկերուհին, ընկել նրա թակարդը, Էլնարինեի մասին ոչինչ չասենք։ Հետո եկավ Ռեբեկայի հերթը, ով վերջնական ամեն ինչ փչացրեց, ու հիմա ոչ ոք չի կարող դրա տակից դուրս գալ։ Դե իսկ Միսակի մասին էլ ինչ ասենք։ Ստրուկն էր Դիանայի մինչ օրս, ու ամբողջ ընտանիքով Դիանայի վկաներն են։ Իրականում Էլլան այդ ընտանիքում միակ մարդն էր, ով առաջին իսկ օրից եղել է Սարայի կողքին ու փորձել մտերմանալ նրա հետ, իսկ հիմա լրիվ այլ է։ Գարիկը Էլլային ասում է, որ Սարան իրականում ամեն կերպ կփորձի պաշտպանել ու փրկել գորին, իսկ Սարային այս ընթացքում կանչում են ոստիկանություն։ Քննիչը նրան հարցնում է, թե ինչու է սուտ ցուցմունք տվել ու ասել, իբր գորը ազատ արձակվելուց հետո փախել է երկրից ու մեկնել Ամերիկա, եթե գորը իրականում չի հեռացել ու Երևանում է։ Սարան զարմանքից ապշում է, որ փաստորեն Դիանան իրեն խաբել է ու հավանաբար դա եղել է գորի հետ համաձայնությամբ։ Հիմա Սարան ավելի է հիասթափվում գորից, քանի որ եթե նա մտածում էր գորը իր կաշին փրկելու համար գնացել է երկրից, ապա հիմա ստացվում է, որ շատ լավ էլ երկրում է ու չի ներկայանում ոստիկանություն Արմանին փրկելու համար։ Սարան ահա որ զայրացած գնում է Դիանայի տուն ու սկսում հարվածել դարպասին, պահանջելով, որ բացեն դուռը ու բացատրություն տան։ Իսկ հիմա Էլլան այս ընթացքում սկսում է հետևել Սարային ու այդպես հասնում է Դիանայի տուն։ Նա տեսնում է, թե ինչպես է Սարան հարվածում ու հասկանում է, որ Սարան խաբեբա է և իրականում լավ էլ կապի մեջ է գորի հետ։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի այս ամենից հետո Էլլան։ Արդյոք նա իր տեսածը կպատմի Գարիկին։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ Էզմատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ գորն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ
իմ մայրենի տետրի մեջ կարկինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն եւ հետո մի բան ասեմ իմացիր միգուցե չգիտես ես քեզ ասեմ դու ինձ շատ ես կարոտել դու ինձ շատ ես կարոտել ուղղակի շատ այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ ունայնություն է տիրում սենյակում շունչ չկա էլի շունչ չկա չգիտեմ դուրս արի խնդրում եմ մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ Էլկա ջան դու կոնկրետ հարմարվել ես հա իմ սենյակում եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա ինչ կա Ժամը 9 է այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ տեսեք ինչ մեծ պայուսակներով են ես ճամպրուկով եմ Ադրինեն շատ մեծ պայուսակով որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք բայց լավ անցավ միշտ Ակա Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել Այս երացրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ Խնդրում եմ չթափվես Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։